Պարոն Բարսեղյան, Հայաստանի Հանրապետությանը գույք նվիրաբերելու մասին ավականու նիստում Գյումրիում փաստորեն բավականին թեժ քննարկում տեղի ունեցավ եւ որքան էլ դուք մտահոգություններ ունեիք եւ որ պետք չի Գյումրիի ջրմուղ կոյուղին կառավարությանը նվիրաբերել, այնուամենայնիվ բոլորը կողմ են եւ միայն դուք եք դեմ։ Ինչպես եք գնահատում եւ այս որոշումը ինչ է նշանակում։ Սա առաջին դեպքը չէր, երբ Գյումրու ավականին հավաքական որոշմամբ համայնքի ունեցվածքը հենց այնպես նվիրում է ինչ-որ պետական հիմնարկի, իշխանությանը կամ նույնիսկ մասնավոր հիմնադրամի։ Կարծում եմ, որ դա շատ անարդար բան է Գյումրի քաղաքի նկատմամբ, որովհետև Գյումրի շահերից ոչ մի կերպ չի բխում այն, ինչ տեղի ունեցավ այսօր։ Կառավարությունը, որը ընդամենը առաջարկել է համայնքներին ջրմուղ կոյուղիների ցանցերը նվիրել իրեն, ոչ մի կերպ չի բացատրում, թե ինչու պիտի նվիրեն։ Մարզպետի տեղակալը նամակ է ղրգել քաղաքապետին, թե 7 օրվա ժամկետում այդ նվիրատվությունը կատարեք։ Այդ մարդիկ կարծես չեն հասկանում, որ չի ծնվել դեռ որևէ մեկը, ով որևէ ավականու անդամի կամ համայնքապետի կարողանա նման հանձնարարական տալ, հրաման տալ, եւ դրա համար կառավարության որոշման մեջ գրված է առաջարկվում է։ Իսկ դա նշանակում է, որ համայնքը իրավունք ունի եւ նվիրել, եւ իրավունք ունի չնվիրել, այսինքն իր կամքն է։ Մեր այսօրվա նիստի ընթացքում ես փորձեցի բացատրություն ստանալ, թե ինչ է ունենալու համայնքը այդ նվիրատվությունից, որ նվիրում ենք մեզ ինչ է լինելու, լավ է լինելու, թե վատ է լինելու։ Ես ստիպված եղա օրինակը անձնավորել, յուրաքանչյուրին հարցնել, եթե ձեր անձնական ունեցվածքը կառավարությունը առաջարկի նվիրել իրեն, կնվիրեք, դե բնական է ոչ ոք չի նվիրի։ Ասենք պարոն Պալասանյանը իր բիզնեսներից որևէ մեկը կնվիրի կառավարությանը, թե ոչ։ Միայն այն բանի համար, որ կառավարությունը խոստացել է ներդրումներ անել։ Հիմա ես գարաժ ունեմ, կառավարությունը ինձ խոստանում է այդ գարաժում ներդրումներ անել, ասում է նվիրի իրեն։ Նվիրում եմ, հետո ինքը ասում է, գիտես, ավտոդ կանգնեցնելու համար, դի ոչ թե տարեկան 12,000 դրամ տաս, ասենք, թե այլ 120,000 դրամ պիտի տա։ Եթե ասեմ չէ, ասի ախպեր ջան, եղավ, այլևս այդ գարաժից չես կարողանա օգտվել։ Ես ստիպված եղա այդ մագարտակի օրինակներ բերել, բայց չօգնեց։ Մարդիկ հավատում են կառավարությանը, ավականու մյուս անդամների մասին է խոսքը, հավատում են խոստումներին, որ ներդրումներ են լինելու եւ շատ ընդհանուր առմամբ մի բանի են հավատում, որ լավ կլինի։ Բայց երբ ես հարցրեցի այդ ջրի վարձից խաբար եք, ասենք 5 տարի հետո ինչ գին է լինելու, ջրամատակարարման ռեժիմը, գրաֆիկը ինչպիսին է լինելու, ասեք մի հատ իմանանք, ոչ մեկը տեղյակ չէ։ Ընդհանուր հայեցակարգային բաներ են ասում, ներդրումներ են արվելու։ Հասկացանք, լավ։ Մի խոսքով, համայնքի շահերի դեմ այսօր որոշում է կայացվել եւ պատասխանատուն այլևս միայն կառավարությունը չէ, ավականու այն բոլոր անդամները, որոնք որոշեցին համայնքի այդ ահռելի հարստությունը նվիրել կառավարությանը եւ համայնքապետը ուղիղ պատասխանատու են այսօրվա խայտարակ որոշման համար։ Էլ չգիտեմ ոնց ասեի, կես ժամ բացադրում էինք, հա։ Նույնիսկ հանրային քննարկման հետ կապած որևէ բան չեղավ, հա։ Դեմ քվեարկել, ես բացատրեցի ռիսկերը եւ առաջարկեցի այս որոշումը հետաձգել ուղղակի։ Հանրային քննարկում հրավիրել, որովհետեւ դա 10,000, 20,000 դրամի նվիրատվություն չէ։ Դա իսկապես քաղաքի շատ կարևոր հարստություններից է, սեփականություններից մեկն է։ Հանրային լսում հրավիրել, ժողովրդին հրավիրել, որպեսզի մարդիկ կան լսեն իրենց կարծիքը հայտնեն, կառավարությունից մեկը կա բացատրի, թե մենք դրանից ինչ ենք ունենում։ Դու ինձնից այս բանը ուզում ես, սա իմն է։ Դու որ սա ուզում ես, սրա դիմաց ինձ ինչ ես տալիս։ Թե ոչ մի բան չես տալիս կներես, ինչու պիտի տամ։ Կամ հակառակը, ասենք ավականին եկուց առաջարկի կառավարությանը, ասենք կառավարական որևէ գույք նույն գնով։ Նվիրել Գյումրի քաղաքին, նվիրելու է։ Չէ, ինչի պիտի մենք նվիրեինք։ Առաջարկեցի հանրային լսում հրավիրել եւ հանրային լսման ժամանակ հասկանալ ինչը ինչոց է, հետո նոր որոշել, ընդամենը առաջարկեցի հետաձգել, նույնիսկ չառաջարկեցի դեմ քվեարկել։ Դա իրենք մերժեցին եւ կողմ քվեարկեցին, այդ հետո առաջարկելով նոր հանրային ասացին ընդունենք, հետո նոր հանրային քննարկում, թե ես պարոն Պալասանյանին ասի, որ իմ առաջարկը ես հանում եմ քվեարկությունից հետո։ Ինչ հանրային քննարկում, ինչ բան։ Հիմա այդ հերոսների նկարները առավոտ ասպարեզ օրաթերթում կլինի, մարդիկ պիտի իմանան, թե իրենց ունեցվածքը, իրենց ջրմուղ ցանցը, կոյուղու ցանցը, ովքեր են նվիրել հենց այնպես, ուրեմն կառավարությանը Հայաստանի։ Եկուս մյուս օր, եթե հարցեր լինեն, մարդիկ պիտի իմանան, որ դա ոչ թե կառավարությունն է մեղավոր, Հովիկ Աբրահամյանը, նախարարները, տարածքային կառավարման եւ այլն, այլև Գյումրու ավականու անդամները եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Պալասանյանը մեղավոր են համայնքի ունեցվածքը օտարելու համար։ Առաջիկայում տեղական ինքնակառավարման
մարմնի ընտրություններ են երկու խոշոր քաղաքներում Գյումրիում Վանաձորում արդեն նոր ընտրական օրենսգրքով ըստ էության գործող քաղաքապետը կառաջադրվի հանրապետականի կողմից, նախկին քաղաքապետը գուցե առաջադրվի, կլինի թե շպայքարыз ձեզ թե ոչ եւ ինչ է կատարվում։ Մենք տեսնում ենք նաեւ Գալա հեռուստաընկերությունը, որը փաստորեն կուսակցականացվեց եւ այսօր արդեն նշվում է, որ սա մեդիա պարտությունն էր Գյումրիում։ Ձեր կարծիքը ընդհանուր առմամբ այս ստեղծված իրավիճակի առաջիկա ընտրությունների։ Ամենից առաջ ասեմ, որ կարծում եմ, որ քաղաքապետ Պալասանյանը եթե առաջադրվի, Վարդան Ղուկասյանը չի առաջադրվի, որտեղ նրան չեն թողնելու։ Չնայած Սերժիկ Սարգսյանին նման է, որ ինքը ինչ-որ մրցակցություններ հրահրի։ Բայց այդ դեպքում կարևոր է հասկանալ, թե որ կուսակցության ցուցակով են առաջադրվելու այդ մարդիկ։ Եթե գործող քաղաքապետին թույլ են տալիս առաջադրվել, ես ստիպված եմ այդ տերմինները օգտագործել, որտեղ 4 տարի առաջ թույլ չտալու process-ով անցան գործող եւ նախկին քաղաքապետերը։ Երևի պիտի հանրապետականի ցուցակով առաջադրվի։ Այդ դեպքում Վարդան Ղուկասյանը պիտի ինչ-որ մի կուսակցություն ճարի, որով պիտի ինքը առաջադրվի։ Ամենայն հավանականությամբ համարում եմ, որ Պալասանյանը կառաջադրվի եւ Ղուկասյանը չի առաջադրվի։ Գալա հեռուստաընկերության պարտություն եք ասում, ես տրանսֆորմացիա եմ ասում։ Եվ կարծում եմ, որ ծայրահեղ իրադրություններում, ինչպիսին Հայաստանի հասարակական քաղաքական կյանքն է եւ Գյումրու տնտեսական վիճակն է, սոցիալ-տնտեսական վիճակը, կարող են քաղաքացիական հասարակության բաղադրիչներին, այդ թվում զանգվածային լրատվամիջոցներին, ստիպել տրանսֆորմացվել, ձևափոխվել։ Հասկանալի է, որ կուսակցությունը լրատվամիջոց չէ։ Հասկանալի է, որ լրատվամիջոցը կուսակցություն չէ, բայց իրենք արդարորեն ու ազնվորեն են հայտարարել, որ մենք որոշել ենք դառնալ կուսակցություն։ Կողտուտ չեն արել, թաքուն չեն արել ինչ-որ մի բան։ Սա նաև չի բացառում լրատվամիջոցի գոյությունը նաև անկուսակցական մարդկանցով։ Չի բացառվում նաև, որ լրատվամիջոցը կլինի կուսակցության կցորդը կամ խոսափողը, ինչպիսիք մենք տեսնում ենք մի շարք ուրիշ դեպքերում, Երկիր մեդիայի դեպքում ենք տեսնում, որոշ ժամանակ ահագին երկար ժամանակ Կենտրոն TV-ի դեպքում ենք տեսնում, եւ իհարկե ահռելի քանակությամբ Երեքը իր հերթին ներողություն արտահայտությանս այդ կուսակցության անուն չեմ ուզում տալ, ահռելի քանակությամբ եւ հանրայինով եւ ամեն ինչով տեսնում ենք հանրապետական կուսակցության կցորդն ու խոսափողներն են։ Այսինքն քաղաքական իրադրությունն է իմ հասկանալով կոնկրետ Գալա հեռուստաընկերության ակտիվ լրագրողներին ստիպել մտնել քաղաքականություն։ Եվ սա ոչ հանցագործություն է, ոչ անպարոյականություն է։ Սաակաշվիլին, երբ ժամանակին արդարադատության նախարար էր, Շևարդնաձեի առաջարկով կազմել էր կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր։ Շևարդնաձեն նայել, ասել էր չեմ կարող, տղա ջան, որովհետև մի 200 հոգու պիտի տատեմ ես, հնել ասել էր չես կարող, ես պիտի ստիպված անեմ սա։ Դուրս եկավ քաղաքացիական հասարակությունից ստեղծեց կուսակցություն, առաջադրվեց, մի խոսքով ընտրություններ, վարտերի հեղափոխություն եւ այլն, այսինքն կոնկրետ խնդիրը լուծելու համար բարոյական եւ օրինական գործիքների շրջանակներում պայքարելը ոչ մի ինչ-որ պարսավելի բան չունի իր մեջ։ Ես այդպես եմ կարծում։ 3 տարի, 4 տարի առաջ երբես առաջադրվեցի ավականու անդամ, ինձ ասում էին՝ «Յա, դու քաղաքացիական հասարակությունից ես, դուր ես գնում»։ Ինչի ես գնում իշխա։ Ես բացատրում էի, որ չհասկացա, ես քո քաղաքացիական հասարակությունում ինքնանպատակ չեմ։ Ես քո ժուրնալիստների ասպարեզ ակումբը չեմ հիմնել ժուրնալիստների ասպարեզ ակումբ ունենալու համար, ես դա հիմնել եմ փոփոխություններ ունենալու համար։ Ավականու համայնքապետարանի կամ տեղական ինքնակառավարման բարեփոխման համար 15 տարի բոլոր հնարավոր բաներն արել եմ որպես քաղաքացիական հասարակություն, չի օգնել։ Եվ հետո ազդեցության վրա ըստ էության այսօրվա քվեարկությունները ցույց տվեց, որ չէ կարողանում ազդեցություն ունենալ, մեկ հոգով չի ստացվում։ Ճիշտ եք, բայց այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 4 տարի առաջվա վրա, ակնհայտ են։ Օրինակի համար 4 տարի առաջ դուք չէիք կարող ոչ միայն գալ մասնակցել ավականու նիստին, այլև չէիք կարող իմանալ, թե ավականու նիստը երբ եւ որտեղ է տեղի ունենալու։ Սա 100%-անոց ճշմարտություն է։ Դուք կարող էիք ամեն օր հարցնել եւ ամեն օր ձեզ կասեին, որ ավականու նիստ չկա այսօր, երեկոյան կարող էիք կամ մի ամիս հետո կարող էիք իմանալ, որ գիտես մի ամիս առաջ ավականու նիստ է եղել։ Ու այդպես եղել է 15 տարի։ Իսկ հիմա իրենք ինձ ուղարկում են ավականու կայանալիք նիստի բոլոր որոշումների նախագծերը օրենքով սահմանված ժամկետում։ Ես դրանք տարածում եմ մեր կայքում եւ Facebook-ում։ Բոլոր լրագրողների ու քաղաքացիների մուտքը բացարձակ ազատ է ավականու նիստերին։ Հրապարակվում են բոլոր կայացված որոշումները։ Սեղաններին վերջապես թուղթ կա, ավականու որոշումների նախագծեր կան։ Հին ավականու նիստերի տեսագրությունները, որ բացեք նայեք, սեղաններին թուղթ չկա, գրիչ չկա, բաժակ չկա, ջուր չկա դրած նույնիսկ։ Հանրային լսումներ են կազմակերպվում, մանկապարտեզների հաց, ջուր, մատակարարումների մրցույթներ են
4 տարի առաջ հացի գինը մանկապարտեզների մատակարարման եղել է 300-ից 350 դրամ։ Հիմի մանկապարտեզների հացի գինը մատակարարման կիլոգրամին 259 դրամ է։ Այս փոփոխությունները տեղի են ունեցել այս 4 տարվա ընթացքում։ Եվ անգամ իմ ներկայությունը, եթե խոշոր հաշվով օրինակ այսօր չազդեց այդ ջերմուղի մեր ունեցվածքը նվիրելու վրա, ուրիշ եւ ընդհանուր ազդեցություն ունեցել է թափանցիկության, հաշվետվողականության հետ կապված։ Հիմա գալի հաջողությունը ձեզ այս ընտրապայքանում որքանով հնարավոր կլինի հաշվի առնելով իշխանության ահռելի ռեսուրսները։ Երեք հակառակ ծայրից կանք։ Իշխանությունը ստեղ վերջի 3 ընտրություններում պարտություն է կրել։ Եվ գոնե ես լավ գիտեմ, որ ունի այստեղ առավելագույն ադմինիստրատիվ ռեսուրսով բանով 30% քվե։ Մնացած քվեները իշխանությունը շատ շահագրգիռ է, որ փշրվեն տարբեր մանր կուսակցությունների ավականու տեղերի միջև, ասենք 33 ավականու անդամ է լինելու, ասենք ամեն կուսակցություն 2-3 ծեն ունենա ընդրված, ենթադրենք։ Եվ հետո ամեն մեկին ջարդել առնել, մեկին բերել վարչության պետ, մեկին քաղաքապետի տեղակալ բան իրենցով անել, եթե անգամ հանրապետական այստեղ հավաքի 30-35% ենթադրենք։ Գալայի առանձին առաջխաղացումը չի կարող մեծ հաջողություն ունենալ, բայց թիմային կամ կոալիցվող առաջխաղացումը կամ դաշինքային առաջխաղացումը կարող է ունենալ շոշափելի հաջողություն, ասենք 4-5 անուններ չտան, որպեսզի թյուրիմացություն չլինի։ Կուսակցությունների դաշինք եթե ստեղծվի մինչև ավականու ընտրությունները եւ դաշինքով տեխնոլոգիական հայտ առաջ քաշվի, շատ հնարավոր է, որ շոշափելի քվեներ տանեն եւ եթե բոլորի մղումները լինի քաղաքի շահը, կարելի կլինի ունենալ առավել արդյունավետ տեղական ինքնակառավարում։ Հիմա դա ավելի արդյունավետ է, քան 4-5 տարի առաջ։ Անհամեմատ արդյունավետ է եւ լավ է, բայց դա ահագին թույլ է եւ անարդյունավետ ծախսերը դեռ մնում են շատ առկա։ Շահերի բախումներ կան, լուրջ շահերի բախումներ կան, ավականու անդամներ, քաղաքապետ, քաղաքապետարան, այս ամբողջը խոչընդոտում է քաղաքի զարգացմանը։ Օրերս նաեւ վարչապետն էր եկել Գյումրի եւ փաստորեն ասում էր այո, ժամկետների առումով ճիշտ է, ես 300 աշխատատեղ այդ ժամկետում չբացեցի, բայց 400 կլինի մինչեւ տարեվերջ այս խոստումները եւ նաեւ գյումրեցիների, որ սոված են, հա, հենց ուղիղ վարչապետին այդ առումով դիմելը։ Սրանք ինչ քայլեր են, արդյոք ցույց է տալիս, որ իսկապես յուրաքանչյուր գյումրեցի այսօր սոցիալական ծանր խնդիր ունի եւ եթե չլինեն այս խնդիրների համար կոնկրետ լուծումներ, ապա իշխանությունը Գյումրիում շարունակ պարտվելու է նաեւ այսօր։ Ինձ գիտեք, պետության թվերով Հայաստանում աղքատությունը 30-31% է եւ Գյումրիում 45-47, ոմանք ասում են 50, բայց ասենք 45% է։ Սա իշխանության թվերն են, իրական թվերը անհամեմատ վատն են։ Սա իսկապես նշանակում է, որ երեխեքի կեսը կիսասոված կամ սոված է։ Սա նշանակում է ահռելի գործազրկության ծավալ, սոցիալական ծանր իրավիճակ, 3500 անօթևան ընտանիք մոտավորապես։ Եվ այս խնդիրները նոր չեն առաջացել։ Սրանք վաղուց կան ու պետական իշխանությունը սրան նայել է մատների արանքով։ Ու այդ պատճառով է նաև որ պարտվել է, ճիշտ է, լրատվամիջոցների աշխատանքի, ընտրությունների քաղաքացիական հսկողության պատճառով է պարտվել, քաղաքացիական գիտակցության որոշակի առավել մակարդակի շնորհիվ է պարտվել, բայց այդպես է եղել։ Հիմա եթե դասեր չի քաղում իշխանությունը, քաղաքին պետական իշխանությունը տիրություն չի անում, է շարունակելու է պարտություն կրել։ Երկընտրանք չկա այստեղ, իսկ որ վարչապետը ասում է 400 աշխատատեղ կամ ասենք 40,000 աշխատատեղ էր ասում մարտամեկը ժամանակին, պետք է հարցվի ցույց տվեք, այդ ինչ ֆորմատ է, գուցե ճիշտ է ասում, չէ, բայց մի հատ ցույց տվեք հասկանանք այդ 400 աշխատատեղը ոնց է սպասում, դրանք համայնքապատկան աշխատատեղեր են, հազիվ թե, գուցե ինքը դա կապում է այդ 23 միլիոն վարկի եւ դրամաշնորհի իրացման հետ, պետք է ասի, որ այո, կարճ ժամկետով, ասենք 2 տարով, թե 3 տարի է տևելու այդ շինարարությունը, այդ ընթացքում կլինի այսքան աշխատատեղ, հասկանանք, որ մարդը ազնիվ է ասում, իսկ հիմա ես համարում եմ դա ընդհանուր առմամբ արված հայտարարություն։ Եթե կոնկրետ լինի, շատ քո շնորհակալ կլինենք, ժամանակը կգա, կհարցնենք, կասենք, ուր է ցույց տուր 400, ինքն կասի, ահա, այս 370-ը կա, 30-ը չեմ հասցրել, կամ կասի չի ստացվել։ Եվ հետո շատ երկրորդական հարց է դա, գիտեք, մարդիկ շատ հասարակ են զգում, իրենց բարեկեցությունը փոխվել է դեպի լավը, թե չէ։ Ասենք այդ թվերը մի պատմի, էլի։ Օրինակ այսօր ինձ պատմում էին բաներ, որ ներդրում է արվելու ջերմուղ համակարգում, ինձ ինչ։ Էլ ցանցնել է ասում ներդրում եմ արել, բայց դու թանկ պետք է վճարես։ Չեմ ուզում ես, ախպեր ներդրում մի արա, ես թանկ չեմ ուզում վճարել։ Օրինակ, էս էլ է, չեմ մոտեցում։
Հիմա դու ինձ 400 ես ասում, թե 1400 աշխատատեղ ես ասում, դա ինձ քիչ է հետաքրքիր։ Ինձ պետք է որ մարդու աղքատության ցուցանիշը քո տված թվերով թեկուս նվազի, հա, մարդիկ մի քիչ սկսեն լավ է, արտագաղթողների քանակը պակասի, գործազրկությունը մի քիչ եւ այլն։ Շատ հնարավոր է, որ արդեն մի քանի ամսից ավել է, վարչապետը զգացել է, որ Սերժիկ Սարգսյանը ուզում է իրեն փոխել, այնտեղ ուղարկել իր տեղը մեկ ուրիշ Սարգսյանի իր կաբինետից։ Եվ մարդը ձեռով դնգած կոռուպցիայի թեմ պայքար է հայտարարում, մարզեր է այցելում, կոնֆետներ է խոստանում, մենաշնորհի թեմ պայքար եւ այս բաները նոր չէ, էլի հոգնակ իսկականից քաղաքականություն ով ինչ կարող է լեզվին տալիս է։ Չգիտի էլի կոռուպցիայի թեմ ոնց պայքարի, մենաշնորհները ոնց հաղթահարի։ Գիտե, ստվերի թեմ պայքարը գիտե։ Դե վերջը, եթե չգիտեր էլ գնացինք, այստեղ գրած է սրա մեջ։ 10 առաջարկ միայն ես եմ ներկայացրել։ Գնացեք մեկն ու մեկը արեք։ Գնացեք որոշեք, որ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից կարևոր է, որ եթե որևէ մեկը վարչապետ է, իր առաջին կարգի ազգականը չի կարող զբաղեցնել հանրային միջոց տնօրինող հիմնարկության ղեկավարի պաշտոն։ Չի կարող լինել քաղաքապետ, մանկապարտեզի տնօրեն, շատ խիստ կոշտ սահմանափակում եմ ասում շահերի բախման կարգավորման, բայց կներեք, այս կարգի կոռուպցիայի մեջ թաղված երկրներում դա պարտադիր է։ 4+4+4 ֆորմատի հանդիպումներին մի անգամ ներկա է գտնվել, հիմա ըստ էության կոնսենսուս է ձևավորվում։ Դուք այդ կոնսենսուսի կողմ կլինեք, թե դեմ կլինեք, քաղաքասարակությունը որքանով է ներկա։ Հասկացա, մի քանի օր առաջ, երբ անուղակի հրավեր ստացանք մասնակցելու այդ վերսկսվող բանակցություններին, ես իմ եւ մեր ակումբի դիրքորոշումը շատ հստակ հայտնել եմ, որը հետեւյալն է. վերացնում է իշխանությունը ընտրական process-ներին, ԶԼՄ-ների եւ դիտորդների վերահսկման սահմանափակումները, որոնք ինքը մտցրել է 65 հոդվածով, խոսքը տեղամասում առավելագույնը 15 դիտորդ եւ ԶԼՄ-ի արկայության հանգամանքն է, խտրականությունը հերարցակող ԶԼՄ-ների նկատմամբ, որ դա իրեն չի վերաբերվում, եւ ամեն իրավաբանական անձից առավելագույնը 50 ներկայացուցիչ հավատարմագրելու նորմն է, որոնք մտցված են 25-րդ հոդվածի մեջ, որը լրջորեն ոտնահարում է ԶԼՄ-ների իրավունքները, թափանցիկությունը, վերահսկողությունը եւ որոնք առաջին անգամ են արվում Հայաստանի պատմության մեջ։ Իշխանությունը հայտարարում է ազատ եւ արդար ընտրությունների կամք եւ միաժամանակ սահմանափակում է ԶԼՄ իրավունքներն ու դիտորդների հնարավորությունները։ Դա մեծ անբարոյականություն է, բացի հակասահմանադրական լինելը։ Եթե իշխանությունը կամք է դրսևորում, երաշխիք է տալիս, հենց հիմա հայտարարում է, որ ինքը դա վերացնում է, բանակցություններին կարելի է շարունակել մասնակցել։ Ես հրաժարվել եմ մասնակցել, իմ գործընկերները որոշել են մասնակցել, իրենց կամքն է։ Եթե գործընկերները առանց այս արգելքի վերացման գնան այդ համաձայնությանը, ասպարեզ ակումբը ստիպված կլինի վերանայել համագործակցության իր ֆորմատը։